Maria Beauty Salon, մազերի լամինացիա, վերականգնում, բոտեքս, կերատին, բալայաժ, վարսահարդարման մի շարք ծառայություններ, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ Երկար տարիներ Ռուսաստանում աշխատած հմուտ մասնագետներն առաջարկում են լավագույն սպասարկում։ Maria Beauty Salon-ում գործում է նաև մատնահարդարման եւ ոտնահարդարման ծառայություններ։ Հասցեն Խաղաղվանաձոր բազում Թաղամաս Համբարձումյան 17 կոտորակներ կու, թիվ 25 դպրոցի հարևանությամբ։ Maria Beauty Salon, գեղեցկություն, ինքնավստահություն։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա, ասեղային եւ լազերային էպիլյացիա, տատուներ մարմնի տարբեր մասերում հիմնական եւ ժամանակավոր, պիրսինգ, մաշկի մաքրում եւ խորը բուժում, տատուների եւ պապիլոմաների հեռացում լազերի օգնությամբ, իսկ դիմահարդարման նոր մոտեցումները ձեզ կտան անկրկնելի տեսք։ Ուզում եք ունենալ առողջ մաշկ եւ գեղեցիկ տեսք, դիմեք բարձրակարգ մասնագետի։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա։ Դու իմ հանգստություն, այնքան եմ քեզ սպասել, դու իմ ջահելություն, չմոռացվող պահել, գիտեմ հիմա է հեշտ բաժանվել, դժվար է պինդ պահել, բայց եկել ասեր, որ լինեմ գիտեմ կգաս, օգիտ նվեր կտաս, երանի որ իմն ես, երանի որ կաս, սերում ես դեպի վերը, ենքան պահեր, օրեր, դամցը վերը, ես հնասանդեմ դու էլ տես, սերում ես դեպի վերը, ենքան պահեր, օրեր, դամցը վերը, ես հնասանդեմ դու էլ տես, սիրտիմ քոնը Իմ քոնը քո կողքին Մարմինը անցողի կակամնա հոգին Դու իմ հարստություն Հազիվ եմ քեզ գտել Դու իմ երջանկություն Այնքան եմ քեզ պատրել Ուր է որ ինեմ գիտեմ կգաս Օգիտ նվեր կտաս Երանի որ իմն ես Երանի որ կաս Սերում ես դեպի վերը Ենքան պահեր օրեր Դամցը վերը Ես հնասանդեմ դու էլ տես Սերում ես դեպի վերը Ենքան պահեր օրեր Դամցը վերը Ես հնասանդեմ դու էլ տես Կարոցում է շնքեր Ես կեզ գտել եմ դու Գտել եմ դու Գտել եմ դու Գտել եմ դու Սերում ես դեպի վերը Ենքան պահեր օրեր Դամցը վերը Ես հնասանդեմ դու էլ տես Բարի երեկո սերի հեռուստադիտողներ, Ֆորտունա հեռուստաընկերության եթերում բաց սենյակն է, մենք ողջունում ենք բոլորին եւ մոտական 1 ժամը մենք կփորձենք ամնել ամեն ինչ, որպեսզի ձեր տրամադրությունը լինի շատ բարձր։ Բարի երեկո ու ջան ողջույններ բոլոր նրանց, ովքեր գտնվում են Ֆորտունա հեռուստաընկերության հետ, օրը հանգստյան է եւ աշունը մոտենում է
տոտիկ իր ավարտին եթերում եւ իհարկե կյանքում խոսքը 2025-ի մասին է։ Հա, կյանքում չի ավարտվում դեռ։ Կյանքում էլ է ավարտվում, մեկ օր մնաց։ Մեկ օր մնաց, երբ որ ավարտվի 2025 թվականի աշունը եւ գնում ենք դեպի դեկտեմբեր եւ կամած նոր տարի անցավ գնաց մի օրվա պես։ Եվ կգա քո սիրելի երգը լսելու ժամանակաշրջանը։ Այո։ Դե ինձ ելինես հիմա երաժշտություն, բայց ոչ Ռաֆի սիրելի երգերի։ Հա, հիմա դեռ չէ, հիմա աշտանային ենք լսում, ինչ է։ Հիմա ուղղակի լսում ենք երաժշտություն, հետո վերադառնանք տաղավար ու շարունակենք մեր եթերը։ Սերջան քանի օրեր են լուրանցել ու թե քանի կամիներ են փորձել սերը մեզնից թաքուն պահել բայց մենք շատ ենք իրար սիրել ասանք իրար սրտերով ջահել դու վարեցիր սրտում արև հորինեցինք սիրո բարեր որ երկենք չլսված սիրո երկեր շատ է սերը այսօրվա թո ամեն օր նոր դառնա քո համբույրն էլ չուշանա շատ է սերը այսօրվա թո ամեն օր նոր դառնա քո համբույրն էլ չուշանա Զորո գիշեր կխնդրենք մենք երկնքի 100 տարի ամուր պահի մեր սրտերի Թող սերը մեզ երջանկացնի համբույրները մեզ լրացնի որ կյանքը մեր էլիզուր չանցնի անիրական սեր է ասեց բաժին հասել հենց ինձ ու քեզ քիչ ասել ես սիրում եմ քեզ շատ է սերը այսօրվա թող ամեն օր նոր դառնա քո համբույրն էլ չուշանա շատ է սերը այսօրվա թող ամեն օր նոր դառնա քո համբույրն էլ չուշանա Շատ է սերը այսօրվա թող ամեն օր նոր դառնա քո համբույրն էլ չուշանա շատ է սերը այսօրվա թող ամեն օր նոր դառնա քո համբույրն էլ չուշանա Մենք վերադարձանք տաղավար եւ շարունակում ենք մեր եթերը եւ իհարկե ուզում ենք ներկայացնել նաեւ թե ինչպես կարելի է միանալ եւ հետեւել Ֆորտունայի աշխատանքներին։ Հայաստանում մենք հասանելի ենք Ucom, Team Telecom եւ Ovio ցանցերի միջոցով, նաեւ որոնում ենք YouTube-ում, Facebook-ում եւ հետեւում ենք մեր աշխատանքներին, ինչպես նաեւ Հայաստանի սահմաններից դուրս բնակվող մեր հայրենակիցների համար էլ հասանելի ենք տարբեր կաբելային ցանցերի միջոցով։ Սիրելի հեռուստադիտողներ, եթե ուզում եք հաղորդման հետ կապ հաստատել 09 0220 33 համարն է կապը ստեղծում եւ իհարկե նաեւ կարող եք այցելել Քաղաք Վանաձոր դիմաց թաղամաս 91 կոտորակ 2 գծիկ 1 հասցեում։ Այստեղ գործում է Ֆորտունան դիմացի հրապարակում։ Եվ սիրելիներս շարունակելով մեր եթեր պետք է ասենք հաղորդման գործընկերներին շնորհակալություն Նավարդանյան դիմարդարման ուսուցման բուժական կենտրոնին, հասցեն Քաղաք Վանաձոր Տիգրան 39 կոտորակ 1 հայքի հրապարակ եւ Մարիա Բյութի սալոնին Քաղաք Վանաձոր բազում թաղամաս Համբարձումյան 17 կոտորակ 2 ապրես այստեղ կարող են սպասարկվել ինչպես կանեք այնպես էլ այստեղ կարող է լինել ձեր գովազդը այստեղ կարող է լինել մեր ձեր գովազդը նկարել լուսանկարել չէ էլի ձեռքով իրականում ես չեմ կարողանում նկարել որովհետեւ զուտ սիրողական բնականաբար ես նկարել եմ փոքրիկ տարիքում հա
Շատ լավ էր։ Ինչ էր ամենաշատը։ Բնություն, տուն, ճանապարհ այդպես բոլորն են նկարում։ Բայց սիրուն էր ստացվել, ինչև ես վերջերս սպահել էի։ Իսկ առհասարակ լինել ցուցահանդեսների, թե իմանալ թե ինչպես են ստեղծագործում նկարիչները, խորանալ այդ նկարների մեջ, փորձել հասկանալ ինչ են մտածել նրանք, կարծում եմ այդպես կարող է լինել, եթե այցելեք ցուցահանդեսների։ Ունենալ սիրելի գույն։ Իսկ եթե ոչ, այո, դե բնականաբար շատ մարդիկ կան, որ սիրելի գույն ունեն, օրինակ, ո՞րն է քո սիրելի գույնը, որով դու նկարում էիր տարիներ առաջ։ Կանաչ։ Սալաթային կանաչ։ Բաց կանաչ գույնի մասին է խոսքը։ Այո, չգտա համարժեք ուրիշ բառ, բաց կանաչ։ Դե Թե ինչ գույն է սիրում մեր հյուրը եւ ինչի մասին ենք խոսելու կիմանանք։ Իսկ արդեն մեր հերթատողները կրահեցին, թե ինչ ոլորտի մասին ենք խոսելու եւ որ ոլորտից է լինելու մեր հյուրը։ Շարունակեք դեր Ֆորտունա, արժևում հյուրասրահն է։ Նորից գնում էիր հեռու, հաշտվել է ես քո մեղքի հետ, բայց ուշ չկար քեզ ներելու, քո հայացքից նայում էր ինձ մի անհանգիստ հանդարտություն եւ զանգն արդեն մի մեղավոր, պես հաշտությամբ էր անջատում։ Ես ինչ-որ մեկին զրկել եմ քեզանից, ինչ-որ մեկից զրկել եմ քեզ, բայց դու խնդրում եմ հասկացիր դու ինձ, ինչ-որ մեկից փրկել եմ քեզ, դու ինչ-որ մեկին զրկել ես ինձանից, ինչ-որ մեկից զրկել ես դու, բայց դու խնդրում եմ հասկացիր դու ինձ, ինչ-որ մեկից փրկել ես դու։ Փրկել ենք մենք իրար կամ թե ամեն ինչից զրկել ենք մենք իրար, բայց ես ինչ-որ մեկից զրկել եմ քեզ, փրկել եմ քեզ, ու չեմ իմանում, փրկել ենք մենք իրար կամ թե ամեն ինչից զրկել ենք մենք իրար, բայց ինձ ինչ-որ մեկից զրկել ես դու, փրկել ես դու։ Քեզանից ինչ-որ մեկից զրկել եմ քեզ, բայց դու խնդրում եմ հասկացիր դու ինձ, ինչ-որ մեկից փրկել եմ քեզ, դու ինչ-որ մեկին զրկել ես ինձանից, ինչ-որ մեկից զրկել ես դու, բայց դու խնդրում եմ հասկացիր դու ինձ, ինչ-որ մեկից փրկել ես դու։ Հասկացիր դու ինձ, ինչ-որ մեկից փրկել ես դու, ինչ-որ մեկից փրկել ես դու։ Maria Beauty Salon, մազերի լամինացիա, վերականգնում, բոտեքս, կերատին, բալայաժ, վարսահարդարման մի շարք ծառայություններ, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ Երկար տարիներ Ռուսաստանում աշխատած հմուտ մասնագետներն առաջարկում են լավագույն սպասարկում։ Maria Beauty Salon-ում գործում է նաև մատնահարդարման եւ ոտնահարդարման ծառայություններ։ Հասցեն Խաղաղվանաձոր բազում Թաղամաս Համբարձումյան 17 կոտորակներ կու թիվ 25 դպրոցի հարևանությամբ։ Maria Beauty Salon, գեղեցկություն, ինքնավստահություն։
Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա։ Ասեղային եւ լազերային էպիլյացիա, տատուներ մարմնի տարբեր մասերում հիմնական եւ ժամանակավոր, պիրսինգ, մաշկի մաքրում եւ խորը բուժում, տատուների եւ պապիլոմաների հեռացում լազերի օգնությամբ, իսկ դիմահարդարման նոր մոտեցումները ձեզ կտան անկրկնելի տեսք։ Ուզում եք ունենալ առողջ մաշկ եւ գեղեցիկ տեսք, դիմեք բարձրակարգ մասնագետի։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա։ Ասում ենք բարի երեկո եւ բոլորին ողջույններ ենք ուղարկում հենց այս տաղավարից, որը դեռևս աշնանային է հարգելի հեռուստատողներ, որտեղ աշունը ընդամենը մի քանի օր ու վերջ։ Դեռ չի ավարտվել աշունը։ Այսօր կավարտվի։ Այսօր երեկո մի քանի ժամից կավարտվի։ Ոչ, մի քանի օրից կավարտվի։ Քանի օրից կավարտվի աշունը։ Ամենայն դեպս մեր աշնանային վերջին կամ նախավերջին եթերն է։ Այո, կորոշենք մենք ինքներս, հա։ Իսկ այժմ մենք հյուրասրահում ենք եւ սիրով ներկայացնում ենք մեր հյուրին, մեր տաղավարում գեղանկարչուհի Անի Հակոբյանն է, մենք ասում ենք բարի գալուստ Պասենյակ։ Շատ ուրախ եմ, որ ինձ հրավիրեցիք ձեր գեղեցիկ տաղավար։ Շնորհակալություն ձեզ։ Ձեզ էլ շնորհակալություն, Անի ջան, գեղանկարչուհիները առհասարակ աշունը շատ են սիրում։ Թե դա այդպես է ուղղակի թվում։ Գույների աշունը չի, որովհետեւ ես տարվա բոլոր եղանակները սիրում եմ, յուրաքանչյուրն իր գեղեցկություն ունի։ Այ աշունը իր գույնզգույն։ Շատ եմ սիրում գույները։ Գարունը ծաղկունքն եմ սիրում, եւ որ ծառերը ծաղկում են։ Ամառը դետակությունը, ձմեռն է փափուկությունը։ Ձմեռն է եւ մաքրությունը կարելի է, չէ՞, նկարել։ Այդ սպիտակությունը, բայց այն որ ջուրը լփլփում այդ չեմ սիրում։ Դա ես ում բոլորն են չեն սիրում։ Իսկ աշնանային նկարներ հասցրեցիք ունենալ աշնան ընթացքում։ Այս տարի դեռ չեմ նկարել, բայց կնկարեմ։ Շատ լավ։ Առհասարակ ինչպես եք անցկացնում ձեր շաբաթ կիրակի հանգստյան երեկոները, քանի որ այսօր էլ հանգստյան օր է, ո՞նց եք անցկացնում։ Ես չեմ հանգստանում, շաբաթ կիրակի խմբակումս եմ աշխատում երեխաների հետ։ Իսկ եք հասցնում հանգստանալ։ Չեմ հանգստանում։ Չեմ հանգստանալ։ Ակտիվ։ Երկու անհատական ցուցահանդես եք ներկայացրել։ Առաջինը 2024 թվականի հուլիսի 27-ին եւ երկրորդը 2025 թվականի օգոստոսի 17-ին։ Սկսենք 24 թվականից, որը ձեր առաջին ցուցահանդեսն էր, այո, Վանաձորի Սայատնովայի զբոսայգում տեղի ունեցավ, շատ լավ միջոցառում էր, ցուցահանդես էր, առաջին անգամն էր դա ինձ համար։ Շատ գովելի էր, որովհետեւ այնտեղ նկարներից վաճառվեց։ Մեր առաջվա մարսպետը, նախկին մարսպետը գնեց։ Մեկն է ես նվիրեցի իրեն։ Շատ լավ։ Իսկ արդեն 2025 թվականի երկրորդ անհատականն է, որը Վանաձորի հայկի հրապարակում տեղի ունեցավ։ Առհասարակ ինչ են տալիս ցուցահանդեսները ստեղծագործողներին։ Կարելի ասել ճանաչում։ Մի ակտիվանում ենք նկարիչներ, ուզում ենք ավելի շատ աշխատենք, որ մեր նկարներն ցուցադրենք հանրությանը։ Ինչն եք հիմնականում նկարում, ինչ եք ավելի շատ տեսնում, ուզատեղում դες աշխատել։ Ես ավելի շատ իմպրեսիոնիստական ոճն եմ սիրում։ Նկարում եմ բնություն։ Բնությունը իմ տարերքն է։ Մարդ չեմ սիրում նկարել։ Մարդը եթե նկարեմ, ինքը պետքա բնության մեջ լինի եւ բնության տար կրի իր մեջ։ Քանի նկար եք ներկայացրել 2025 թվականի ցուցահանդեսի ժամանակ։ 35 կտավ ներկայացրել եմ։ Իսկ կա կտավ, որ այնուամենայնիվ, եթե նաեւ ցանկանան գնել, չեք վաճառի։ Այո, այդպիսի գործ ունեմ, որ ասեղնագործություն է։ Ես նաեւ ասեղնագործում եմ։ Ասեղնագործ նկարներ եմ անում, որը տևել է ավելի քան 10 տարի, որովհետև ընդմիջումներով եմ արել։ Այո։ Մի անգամից իմ հարցին պատասխանեցիք, թե ամենաերկարը ինչ գործի վրա եք աշխատել։ 10 տարի աշխատել եմ, արդյոք մի քիչ գործում եմ, որովհետև գործելը մի քիչ ժամանակատար է եւ երեխաների հետ, տան անդամների հետ չէի կարողանում գիշերային ժամերին կես ժամով աշխատելով վերջապես վերջացրել եմ։ Այդ քամու քշված աշխատանքն էր, մայրը երեխան գրկին, այսինքն հետևից պահած երեխային, այդպես մեծ աշխատանք է։ Անի ջան, արհեստանոց ունեք։ Այո, ստեղծել եմ իմ արհեստանոցը եւ այնտեղ է դասավանդում եմ երեխաների կավագործություն, գոբելենագործություն եւ նկարչություն։ Որտեղ է գտնվում արհեստանոցը։ Ղշլախ Տավրոս 7-ի 13 հասցեում։ Մենք դեռ կխոսենք որպես մանկավար, տեսանկյունից ինչ եք փոխանցում, բայց ես ուզում եմ վերադառնալ արհեստանոցին։ Հաճախ եք լինում արհեստանոցում եւ ինչ եք զգում այնտեղ ամեն անգամ։ Ամեն օր լինում եմ արհեստանոցում,
բոլոր ամեն օր երեխաների հետ աշխատում եմ, այսինքն ես պարապ ժամանակ չեմ ունենում, եթե իմ համար է նկար չստեղծեմ, ապա երեխաների հետ աշխատում եմ։ Ամեն նկար ավարտելուց հետո կամ ընթացքում կա ինչ-որ մեկը որ ցուցադրում եք, ասում եք դες ոնց է ստացվել։ Հա, քննադատում են։ Այո, առաջինը հենց աշակերտներս են, իրանք են տեսնում իմ նկարները, ամեն անգամ ներս մտնելով, ասում են նոր նկար կերանի, էսա լավ է, էս չի լավը, գույնային առումով են օգնում ինձ նաև եւ սկեսարս։ Ինքը ամեն օր թաքուն կարելի ասել մտնում է արվեստանոց ուսումնասիրում երեխաների նկարներն է դուրս գալիս ու գալիս է տանը ասում այս ինչով է նկարել, այն ինչով է նկարել։ Խիստ քննադատություններ են։ Չէ։ Անում են։ Եվ գույներից էլ մի քիչ խոսենք, կա բացառիկ գույն, որ ընդհանրապես չեք օգտագործում, բացառում եք։ Բացառիկ շագանակագույնը չեն սիրում, բայց էլի ծառերի մեջ օգտագործում։ Իսկ ամենասիրելի գույնը ձեզ համար։ Մանուշակագույնը։ Ինչու։ Չգիտեմ ինչու ինձ հանգստություն է բերում մանուշակագույնը, շատ եմ սիրում մանուշակագույնի երանգներով, մուքից բաց։ Գանք արդեն դեպի արհեստանոց, Արվեստանոց։ Եվ տեսնենք թե երեխաները ինչ հաճույքով են հաճախում եւ ինչ է։ Եվ ինչպիսին է ընկերանին խստապահանջը։ Այ, չէ, խստապահանջ չեմ։ Այդ հարցը կարելի է տալ մեզ դիտողներին, ովքեր ինձ ճանաչում են, կարող են այդ ինչ են միա մեկնաբանության բաժնում գրել։ Գրեք, հա, հարգելի հեռուստադիտողներ։ Այո, ընկերանին ինչպիսին է։ Ես ինչ չգովեմ։ Բայց դուք եթե օրինակ դուք լինեիք ձեր աշակերտը, հա, այսպես ասեմ, արդյոք ընկերանին պահանջկոտ է լավ, խիստ չէ, բայց պահանջկոտ եք։ Պահանջկոտ եմ։ Շշում են որ այո։ Բայց հա, այնպեսի բաներ կա, որ նաև ես երեխաների ասացնել եմ ընդունում, որովհետև իրենք երեխաներ են։ Ամեն ինչը այսպես խիստ չեմ քննադատում, իրենք էլ իրենց համոզմունքներն ունեն, երևակայություններն ունեն։ Արգելի հեռուստադիտողներ, կադրի մյուս կողմում ես պետք է գաղտնիք բացեմ, բացառիկ գաղտնիք բացեմ։ Անին տաղավար եկել է իր թստեր հետ եւ այս հարցին, որ ասում եմ անին պահանջկոտ է թե չէ։ Դուստերը գլխով է անում, որ այո, շատ պահանջկոտ է։ Շատ անգեց եթե ունենք այսօր։ Թվով քանի սաներ ունեք։ Այս պահին քիչ են հաճախում, քանի որ դպրոցներում բացվել են անվճար խմբակներ, ավելի շատ դպրոցներում են հաճախում երեխաները։ Իսկ հետաքրքրվածությունները երեխաների արվեստի նկատմամբ շատ նկատում եք։ Շատ են, այո, շատ է սիրում կերպարվեստ առարկա։ Իսկ շնորհք է ունեն, շատ փոքր երեխաներ ունեմ, 5 տարեկան, այնպիսի նկարներ են նկարում, ես զարմանում եմ։ Եվ գունային առումով, եւ իրենց երևակայական շատ հետաքրքիր այս սերունդ ունենք։ Ինչ խնդիրների եք բախվում որպես գեղանկարչուհի։ Եվ դիտարկեք որ փոքր քաղաքում եք աշխատում, հա, նաև սա կուզեմ։ Խնդիրներն այն է, որ չեն կարողանում մեր աշխատանքները վաճառել։ Այդ է ամենամեծ խնդիրը, որովհետև էս մեր կերպարվեստ առարկա նկարչություն ինքը թանկ է, շատ թանկ են այդ նյութերը եւ ամեն ինչը։ Մենք գնում ենք, աշխատում ենք, բայց վաճառք չենք ունենում։ Չի օգնում համացանցը կամ այսօրվա սոցիալական դաշտը, որ չէ, ամեն մարդ չի, ամեն նկարիչ չի, որ կարողանում է ինքը վաճառել։ Ես օրինակ չեմ կարողանում այդ հարցերով զբաղվել։ Նկարիչ կամ պետք է նկարի, այլ կողքից ինչ որ ուրիշ մարդ պետք է վաճառի այդ նկարչի աշխատանքները։ Ամեն մարդ չի կարողանում վաճառել։ Ո՞նց եք տեսնում այդ հարցի լուծումը։ Տեսնում եք։ Չգիտեմ։ Եթե պատկերացնենք մի այլ միջոցառում, չեմ ասում ինչ-որ անուններ եմ տալիս, եւ պատկերացնենք անհատական ցուցահանդեսներ։ Եվ տեսնում ենք անարդարության եւս մեկ կողմ, որ ցուցահանդեսների ժամանակ թվով այդքան էլ շատ մարդ չի հաճախում, քան այլ համերգներ կամ ինչ-որ փառատոնների ժամանակ։ Էդ էլ է խնդիր։ Այո, դա էլ է։ Եվ ըստ ձեզ դա ինչու է այդպես եւ ինչու մարդիկ դեռևս այդ անտարբերությունը չեն կարողանում իրենց մեջից հանել։ Արվեստի նկատմամբ տեսնում եք անտարբեր վերաբերում։ Այո, կա այդպիսի վերաբերմունք, նաև ցուցահանդեսներում կա, որովհետև կա աշխատանքային առումով է, եթե մարդուն քիչ են ճանաչում, նա աշխատանքները ավելի քիչ են ցուցադրում, քան իրենց մոտիկներին, այսպես ասեմ, այդ էլ կա։ Այսինքն ոչ միայն պատկան կողմնեթերի, ոչ միայն հասարակությունն է նաև այս առումով ոչ շատ ակտիվ, ինձ նաև պետական հա մակարդակում։ Այո, այսպես ասած, իրենց մոտիկներին ավելի առաջ են տանում, քան մյուսներին։
Շատ։ Պետք է ակտիվանալ կարծում եմ, որպեսզի այդ կարծրատիպերը կոտրվեն նաև, հա, հենց մարդու բնավորությունից է, ես չեմ սիրում տարբեր տեղեր այսպես հաճախեմ, իրենց հետ ծանոթանամ, այդպիսի բաներ չունեմ։ Մենախոլիկ եմ, դրա համար չգիտեմ, կարող է դա խնդիրը, որ Ձեր զբաղվածությունը որտեղ է, այսօր ինչով եք զբաղվում, որտեղ եք աշխատում։ Դանիել Բարոժյանի անվան 16-րդ դպրոցում կերպարվեստի խմբակավար եմ, դասավանդում եմ տարբեր տարիքի երեխաների։ Այդ է նաև Հակոբյան արտ-ստուդիոյի հիմնադիրն եմ, այնտեղ եմ դասավանդում։ Երբ եք ստեղծել ստուդիո։ 19 թվականին։ Այս տարիների ամենակարևոր ձեռքբերումը ո՞րն եք համարում ձեր ստուդիայի։ Ստուդիա, որ հենց ինքը ստեղծել եմ այդ ստուդիան։ Արվեստանոց, այսինքն ստեղծել եմ ինձ համար արվեստանոց, որտեղ ես կարող եմ աշխատել եւ ոչ ոք ինձ չի խանգարի։ Հաճախ եք հյուրեր ունենում արվեստագետներ, թե զուտ ուսումնական process է։ Ուսումնական process է ավելի շատ։ Ինչ ծրագրեր կան հետագայում դեռ տարին չի ավարտվել, կարելի է նաև մտածել երրորդ ցուցահանդեսի մասին։ Եվ պետք է, հա, քիչ մնաց տարին։ Մտածում եմ, բայց չբացենք փակագծերը, ստացվի կտեսնենք։ Մենք քանի որ աշունն այսպես արդեն մի կողմ ենք դնում, նախավերջին օրն է, հա, այսօր աշնա, գոհ եք 2025-ից, որպես տարի, ինչ տվեց ձեզ, եւ ստեղծագործական առումով, եւ եթե կուզեք նաեւ անձնական առումով պատասխանեք այս հարցին։ Ես ամեն տարի գոհ եմ ինչ-որ բանից, որովհետեւ ամեն տարի ինչ-որ մի լավ բան ստեղծում ես, չէ՞։ Այսինքն մենք նկարիչներս մեր նկարներով ենք պարտանում եւ ուրախանում։ Այդ է ինձ համար։ Ձեր նկարներում կա այնպիսի կետեր, որ օրինակ մարդը տեսնի, ասի սա Անի Հակոբյանի ձեռագիրն է, միանգամից։ Այո, ես թվում է կարող են ճանաչել, որովհետև ես մեկ այլ ոճով եմ նկարում, վանգոգյան ոճով եմ նկարում, ինքը ամբողջությամբ կետիկային աշխատանք է, շատ ժամանակատար եւ գույներն ավելի վառ գույներ արտահայտված։ Վան Գոգին եք սիրում։ Այո, իմպրեսիոնիստներին եմ սիրում, Կլոդ Մոնե, Վան Գոգ, իրենց եմ սիրում։ Հետաքրքիր է։ Եվ Անի ջան, առհասարակ այսօր արհեստական բանականության դարաշրջանում, երբ որ ամեն ինչը կարելի է արհեստական լուծումներով լուծել, հա, այդ թվում նաև նկարչությունը եւ շատ դեպքերում շփոթմունք է առաջացում, սա բնական է, թե անբնական։ Այս խնդրին բախվում եք դուք ձեր ոլորտում։ Ես կարողանում եմ ճանաչել բնականը եւ ոչ բնական, այսինքն ձեռքի աշխատանքը միշտ է տարբերվում է արհեստականից։ Իսկ լինում են դեպքեր, երբ որ օգտվում եք արհեստական բանականությունից։ Չէ, կարող է հարցեր տամ իրեն, ինքն ինձ պատասխանի, բայց էլի իմ ուզածը չի պատասխանում եւ իմ ուզածը չի անում։ Այսինքն իմ ուղեղում ավելի ուրիշ բաներ են պատտվում, քան ինքը ինձ տրամադրում է։ Բայց շատ դեպքերում կարող է սպառողի մոտ դա կասկած առաջացնել։ Ոնց եք տեսնում այս հարցի լուծումը։ Արդյոք այն ի վերջո կարող է ազդել ոլորտի զարգացմանը, թե չէ։ Թե դրականորեն չի կարող։ Այնինչ բնական է բնական։ Այո, բնականը միշտ է բնական։ Դա է կասնիկը գնա։ Այո։ Ինչ կցանկանաք ասել ձեր նկարիչ ընկերներին, ձեր սաներին եւ կուզում նաև ասեղնագործությունից էլ խոսենք, միջև դա հա, եթե պատմեմ ասեղնագործության ժամանակաշրջանը եւ ֆեյսմոց սկսել 9-րդ դասարանից, երբ հաճախել եմ առաջի վարժարանը, հենց ինքը կերպարվեստի բաժինն էր, դեկորատիվ կիրառական արվեստ, այնտեղ իմ սիրելի ուսուցիչներին ես շատ եմ կարոտել, իրանք չգիտեմ, կան, չկան, Վանիկ Մանուկյանն էր, գեղանկարիչ, եւ Սուսաննա Վարդանյան, ասեղնագործության ուսուցչուհիս էր։ Այդ տարիքից սկսել եմ ասեղնագործել, նաև իմ ասեղնագործած աշխատանքները իրանք հաճախակի շուտ հանում էին վաճառքի, այնտեղ վաճառվում էր, ես շատ ուրախանում էի, ցածր գներով էր, բայց երեխայի համար դա մեծ գումար էր, որ իր աշխատանքը վաճառում։ Հիմա էլ եք պատվերով ասեղնագործում։ Չէ, ինքը բարդ աշխատանք է, ես սփռոցներ չեմ ասեղնագործում։ Ես գործում եմ նկարներ։ Նկարներ եք։ Գույնի փոխարեն թելն եմ օգտագործում։ Այսինքն նկար ասեղնագործություններն իրանք պատից կախելու համար են։ Բայց ամեն դեպքում չեն լինում պատվերներ կամ չեք ասեղնագործում հետո վաճառում։ 24 թվականի այդ անհատական ցուցահանդեսի ժամանակ հենց նախկին մարզպետը մեկը գնեց ասեղնագործություն աշխատանք։ Գարուներ ինքը ասեղնագործված։ Շատ լավ։ Այ հիմա նաև Հիմա ձեր խոսքը
ձեր կոչը մեր հեռուստադիտողներին, Գուցե ներվային ծնողներին, ովքեր որ շատ են հեռու արվեստից։ կամ մտածում են երեխային ինչ խմբակ ուղարկել։ Այո, մեր հիմիկվա ծնողները իրենց երեխաներին շատ են տանջում, ինչպես։ Տանում են տարբեր խմբակներ, այսինքն շատ ծանրաբեռնում են երեխաներին։ Բարի, երգի, դաշնամուրի, տարբեր բաներ են տալ համատեղ։ Դրա համար երեխան չի կողմնորոշում ինքը ինչ է ուզում։ Պետք է գտնել երեխան ինչ է սիրում, ինչ է նախընտրում, այսինքն երեխայի ցանկությունը լինի իրեն ուր ուղղորդեն, որ ինքն է սովորի։ Բայց իմ մոտ եկող երեխաները շատ հանճարեղ երեխաներ են։ Եվ կերպարվեստը փոխում է իրենց հոգեբանորեն, իրենք բարի, լավ մարդիկ են մեծանում։ Պարտադիր չի երեխան լավ նկարել իմանալ, պետք է բոլորը հաճախեն կերպարվեստի, նկարչության, նաև ճաշակն է, այո, ճաշակ, գեղագիտական ճաշակ են ձևավորում, այսպես ասած մարդ են դա։ Իսկ դուք ցանկանայիք ձեր դուստրը ինչ ճանապարհով հասներ նկարչության առումով։ Իմ դուստրը, այսպես ասեմ, իր տարիքի համապատասխան շատ լավ է նկարում։ Միգրացիա լավ է նկարել։ Երբ ես իր տարիքին եմ եղել, այո, բայց մեր ճաշակները տարբեր են, որովհետև ինքը ավելի ժամանակակից ձևերով է նկարում։ Բայց կցանկանաք շարունակի ձերով ենք։ Եթե ինքը ցանկանա, ինքը ցանկությամբ չի, եթե ինքը ուզում է, կարող է շարունակել։ Ինքը ուզում է, մենք գիտենք։ Դուք դեմ չեք լինի Դեմ չեմ, այո։ Իսկ հետաքրքիր է, որ փոքրերն, հա, ոնց ձեր աղջիկը փոքր է, թե էլի բալիկներ ունեք։ Այո, տղայել ունեմ։ Ձեր բալիկները հաճախ են գալիս արվեստանոց խանգարում, օգնում։ Այո, շատ են, տղա շատ էր խանգարում, դուրս է անում արվեստանոցից։ Ներկերներ թափում, մյուսներին էր խանգարում, ջղայնացնում էր, դուրս է անում։ Իսկ փորձում եք ինքն էլ մասնակից լինել այս Չէ, ինքը չի սիրում նկարել տղաս։ Նա ավելի Փորձում շատ է խանգարել, ինքը սիրում էր խանգարել դասը։ Ինքը ավելի շատ կավ է սիրում, կավագործությամբ զբաղվել է սիրում, հոյթ ու ցեխի հետ կավի հետ խաղալ է սիրում։ Իսկ շատ են սաները նաև կավագործության խմբակին։ Շատ չեմ, բայց գալիս են հետաքրքրություններ կան։ Կան երեխաներ, որ ալերգիա ասում, որ նա ձեռ են տալիս, արդեն էլ չեն ուզում կան։ Ինչ որ ալերգետի կամ չգիտեմ ինչ է ինձ մոտ։ Շնորհակալություն Անի ջան, ցանկանանք բազմաթիվ հաջողություններ, բազմաթիվ շնորհանդեսներ, մենք ցույց Շնորհակալ եմ։ Եթե կա ավելացնելու ինչ-որ միտք, խնդրեմ։ Չէ։ Շնորհակալություն, որ ինձ հրավիրեցին ձեր տաղավար։ Սիրով։ Մեջիվներ գեղանկարչուհի Անի Հակոբյանը, հարգելի հեռուստատողներ, եւ մենք մեր զրույցից որսացինք հետեւյալ միտքը, նկարչությունը եւ առհասարակ գեղագիտական արվեստը ձևավորում է մարդու գեղագիտական ճաշակը։ Դեր պսկլիկ տարիքից եւ նրա աշխարհը։ Շնորհակալ դիտել Ֆորտունա Ալիքը մի փոխեք ռաֆը դες կկարոտի։ Այսօր էլ ես։ Դարձրիր տափաստան Կյանքս քեզ մատաղեմ քեզ Միայն թե ժպտաս Հարգիր ինձ աղջերանս
Դարդից դարդարման Դողում է անտեր սիրտս Դարձիր բալասան Ուշխարք ես ամենահամեստ խլկ ու ճար Աչքը թողվե շինվաղ պոտ չկցես Իրազի ասետը ստամ հովաջը գեր է դերան Կնին կթենան հենգեց սարքին աղա Մեր տները մնաց հըր է, շատ հըր է Հռասաց հավս, նգրեք հասպըր է Մեր արցախ շխարքըմս, մնաց գնդակ կամ է Մինակ թող իրազի մեջ Դեին սիրելի հեռուստադիտողներ, այսօրվա համար նախատեսված էր այսքանը, եւս մեկ անգամ շնորհակալություն մեր բոլոր հեռուստադիտողներին, շնորհակալություն նաեւ մեր հաղորդումը սպասարկող Նունե Վարդանյանին, հասցեն գտնվում է Տիգրան Մեծ 39 կոտորակ 1-ում եւ Մարիա Բյութի սալոնին Համբարձումյան 17 կոտորակ 2-ում։ Սիրելի բարեկամներ, եթե ուզում եք լինել գործընկեր հաղորդման հետ 0992202033 կամ այցելել քաղաք Վանաձոր, դիմացահամաս Աղայանոցում է կոտորակ 2-1 դիմացի հրապարակում է գտնվում Ֆորտունան։ Եվ առհասարակ մեր հաղորդումներին կարող եք հետևել մեր YouTube-յան տիրույթում Ֆորտունա 1 TV, կարող եք հետևել Բացենյակ սոցիալական էջերում, Facebook-ում եւ Instagram-ում, եւ իհարկե նաեւ կարող եք պարզապես համացանցի օգնությամբ ցանկացած կետում եւ կաբելային օժանդակությամբ, ինչպես նաև Ovio-ի, Team Telecom-ի եւ Ucom-ի բջջային հեռուստատեսային հավելվածների օգնությամբ, ինչպես նաև առհասարակ այլ հավելվածներ, օրինակ One Click-ի մեջ կարող եք փնտրել Ֆորտունան։ One Click։ Մեկ հարված։ Ինչ էր։ TikTok-ում չկան, ասեմ իմանաք, հեռուստադիտողներ։ Այո։ Պետք է չլինել։ Դե ինչ լավ մնացեք, սիրում ենք։ Պետք է լինել էկրանների մոտ, Էկրանների մոտ, այո։ կադրից դուրս Ռաֆը շատ էր ուզում, որ թեյ խմի, հիմա ժամանակն է, որ մենք թեյ խմենք։ Բայց ջրով խաբեցին այսօր, ողջ երեկոյին։ Ճիշտ է ասում, ողջ երեկոյի, ողջ եթերային երեկոյի։ Դե ինչ անեք, եկեք Ֆորտունա մենք կհանդիպենք վաղը ու մի մոռացեք, որ Անահիտը ձեզ շատ է սիրում եւ ուղարկում ավանդական օդային համբույրներով։ Հյուրասրահում ես էի ձեզ շատ սիրում, հիմա Անահիտն է ձեզ։ Ես միշտ բարի մարդ եմ եղել։ Բարի դրացի։ Այսօր եւս, այս եթերում եւս։ Շանեկեք Ֆորտունա կհանդիպենք։ Անձրևից ես չեմ փախչում, հոգիս վարվում է ու հանգչում, սիրահարվել եմ ես։ Էլ գիշերը աչք չեմ փակում, քո զանգերն ես սիրտս թակում, սիրահարվել եմ ես։ Ոնց ընթրիքը համբույր դարձավ, ինձ կասես, ճանապարհը ցիր ինձ տուն, ոնց մի վարկյանում տեղը իր գտա
Maria Beauty Salon, մազերի լամինացիա, վերականգնում, բոտեքս, կերատին, բալայաշ, վարսահարդարման մի շարք ծառայություններ, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ Երկար տարիներ Ռուսաստանում աշխատած հմուտ մասնագետներն առաջարկում են լավագույն սպասարկում։ Maria Beauty Salon-ում գործում է նաև մատնահարդարման եւ ոտնահարդարման ծառայություններ։ Հասցեն Խաղաղվանաձոր բազում Թաղամաս Համբարձումյան 17 կոտորակներ կու, թիվ 25 դպրոցի հարևանությամբ։ Maria Beauty Salon, գեղեցկություն, ինքնավստահություն։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա, ասեղային եւ լազերային էպիլյացիա, տատուներ մարմնի տարբեր մասերում հիմնական եւ ժամանակավոր, պիրսինգ, մաշկի մաքրում եւ խորը բուժում, տատուների եւ պապիլոմաների հեռացում լազերի օգնությամբ, իսկ դիմահարդարման նոր մոտեցումները ձեզ կտան անկրկնելի տեսք։ Ուզում եք ունենալ առողջ մաշկ եւ գեղեցիկ տեսք, դիմեք բարձրակարգ մասնագետի։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա։